Կենթանում է ընդդիմության առաջնորդների դեմ մեղադրանք առաջադրելու ընթացակարգը, փաստաբանները գտնվում են կալանավորված քաղաքական գործիչների մոտ։ Մամուկա Խազարաձեն գտնվում է Բաթումիի դատախազությունում, իսկ Բադրի Ջափարիձեն Թբիլիսիի դատախազությունում։ Քրեական հետապնդում է սկսվել Միխայիլ Սաակաշվիլիի, Գյորգի Վաշաձեի, Նիկա Գվարամյայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլեն Խոշտարյայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ։ Հետապնդումը սկսվել է պետության դեմ կատարած հանցագործությունների, դիվերսիայի, օտարերկրյա պետության դեմ թշնամական գործողություններին օժանդակելու, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորման, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական կառավարման տապալման կոչերի համար։ Գլխավոր դատախազի խոսքով դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի համար որպես խափանման միջոց գրավի կիրառման միջնորդություն ներկայացնելու և մյուս մեղադրյալների համար նախնական դատական նիստի ամսաթիվ նշանակելու համար։ Եվրամիության ընդլայնման 2025 թվականի զեկույցի վերաբերյալ չեն դադարում քննարկումները քաղաքական դաշտում։ Քննադատությունը անսպասելի չէր ընդդիմության համար, նրանք ասում են, որ վրացական երազանքը ամեն ինչ արեց դրա համար։ Արևմտյան գնահատականները նույնպես չզարմացրին իշխող թիմին։ Հիշեցնենք, որ զեկույցը հրապարակվել է 2 օր առաջ, որում հիմնականում մատնանշվում է Վրաստանում ժողովրդավարական հետընթացը։ Չեռնագորիան և Ալբանիան արժանի են Բրյուսելի ամենամեծ հավանությանը, գնահատականները դրական են նաև Մոլդովայի և Ուկրաինայի համար։ Խոսելով Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման զեկույցի մասին, վրացիները չպետք է մոռանան այն ամոթալի երախտամոռության մասին, որ զեկույցը ցույց տվեց մեզ։ Վրաստանը համակարգված կերպով չի աջակցել Ուկրաինային աջակցող միջազգային նախաձեռնություններին, գրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։ Որքան երախտամոռություն կա այս ստի մեջ, երբ պատերազմի սկզբից ի վեր մենք աջակցել ենք ավելի քան 1000 բանաձևերի, հռչակագրերի, նախաձեռնությունների և այլնի, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 4-ին հրապարակեց Եվրամիության ընդլայնման վերաբերյալ իր զեկույցը։ Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը վերադարձել է Վրաստան, տեղեկությունը տարածում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը։ Նա շարունակում է իր նվիրված աշխատանքը մեր լիակատար աջակցությամբ, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Պիտեր Ֆիշերին հետ էր կանչել խորհրդակցությունների նպատակով։ Ալեկո Էլիսաշվիլին պնդում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բոյկոտը ընդդիմության կողմից ռուսական հատուկ գործողություն էր։ Լելո հզոր Վրաստանի առաջնորդներից մեկի խոսքով կառավարության հակառակորդները չեն կարողացել համոզել ընտրողներին և թույլ են տվել մի շարք ռազմավարական սխալներ։ Նրա խոսքով սխալը թե ընտրություններին չմասնակցելն էր, թե հայտարարված հեղափոխությունը։ Ավարտվել է Վրաստանի վարչապետի և կառավարության պատվիրակության այցը Չինաստան։ Առավոտյան Իրակլի Կոբախիձեն այցելել է Շանհայի միջազգային ներմուծման ցուցահանդեսի վրացական տաղավար, որտեղ ներկայացված էր մեր երկրի արտադրանքը։ Վրացական մշակույթը ցուցադրելու համար նախատեսված էր տարբեր միջոցառումներ, այդ թվում խոհարարական վարպետության դաս։ Իրակլի Կոբախիձեն Շանհայում գտնվում էր իր չինացի գործընկերոջ հատուկ հրավերով։ Հանդիպում է տեղի ունեցել նաև Շանհայի քաղաքապետի հետ։ Երկու երկրների միջև առաջընթացներն են 2023 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության խորացումը, արտահանման ներուժի մեծացումը, չինական ներդրումների ներգրավումը և զբոսաշրջիկների հոսքի ավելացումը։ Գողական աշխարհի անդամակցության և աջակցության մեջ մեղադրվող 7 անձանցից 6-ը դատապարտվեց ազատազրկման, իսկ մեկը՝ Նանա Մեփարիշվիլին, ազատ կարձակվի 3000 լարի գրավը վճարելուց հետո։ 7 մեղադրյալներից Նանա Մեփարիշվիլին, Գյորգի Կիրթաձեն, Լևան Մոյստրափիշվիլին և Բադրի Նաթոբաձեն ներկա են եղել դատական նիստին։
Վրաստանի տնտեսությունը աճում է բարձր տեմպերով, նշում է Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը։ Էնդրյու Ջուելի խոսքով Վրաստանի համախառն ներքին արդյունքը մինչև 2025 թվականը կաճի 7,2%-ով։ Սա դանդաղ աճ է նախորդ տարվա համեմատ, բայց ցուցանիշը կայուն է։ Նրա խոսքով Վրաստանի կառավարությունը պետք է շարունակի վարել ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն, որպեսզի գնաճը վերադառնա նպատակային մակարդակին։ Ներքին գործերի նախարարը այցելել է 112 հասարակական անվտանգության կառավարման կենտրոն, ծանոթացել է նոր վարչական շենքի շինարարության ընթացքին, որը կավարտվի առաջիկայում։ Հանդիպել է աշխատակիցների հետ և նրանցից տեղեկություն ստացել աշխատանքների առանձնահատկությունների մասին։ Անդրադարձել է նաև 112-ի համար նախատեսված ենթակառուցվածքային նախագծերին, որոնք նպատակ ունեն զարգացնել տեսահսկման համակարգը ամբողջ երկրում։